Բժիշկները զգուշացնում են, որ որոշ մարդկանց համար ծիրանը կարող է ոչ թե օգուտ, այլ լուրջ խնդիրներ առաջացնել։ Ամենազարմանալին այն է, որ այդ վտանգներից մեկը վերաբերում է հազարավոր մարդկանց, որոնք նույնիսկ չեն կասկածում դրա մասին։ Այս տեսանյութում կխոսենք 3 վտանգների մասին, որոնց մասին մարդկանց մեծ մասը չգիտի, եւ վերջում կասեմ, թե ովքեր պետք է հատկապես զգույշ լինեն ծիրան օգտագործելիս։ Եկեք սկսենք առաջին վտանգից։ Շատ մարդիկ լսել են, որ ծիրանը համեմատաբար անվտանգ միրգ է եւ հաճախ խորհուրդ է տրվում որպես առողջ սննդակարգի մաս, եւ դա իսկապես ճիշտ է։ Սակայն այստեղ կա մի կարևոր նրբություն, որի մասին շատերը մոռանում են։ Անվտանգ լինելը դեռ չի նշանակում, որ կարելի է այն ուտել անսահմանափակ քանակով։ Ծիրանը պարունակում է բնական շաքարներ, հիմնականում ֆրուկտոզա եւ գլյուկոզա։ Շատ մարդիկ մտածում են, որ եթե շաքարը բնական է, ապա այն չի ազդում օրգանիզմի վրա այնպես, ինչպես սովորական քաղցրավենիքը։ Սակայն իրականում օրգանիզմի համար կարևոր է ոչ միայն շաքարի տեսակը, այլ նաև դրա քանակը։ Պատկերացրեք մի վիճակ. մարդը գնում է շուկա, տեսնում է գեղեցիկ հասած ծիրաններ եւ մեկ նստելով ուտում է 10, 15 կամ նույնիսկ 20 հատ։ Նա մտածում է, որ առողջ միրգ է եւ որևէ խնդիր չի կարող առաջացնել, բայց այդ պահին օրգանիզմը արդեն ստանում է բավականին մեծ քանակությամբ բնական շաքար, որը կարող է ազդել արյան գլյուկոզայի մակարդակի վրա։ Հատկապես զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ։ Նրանց համար կարևոր է ոչ միայն ինչ ուտել, այլ նաև որքան ուտել։ Շատ դեպքերում խնդիրը առաջանում է ոչ թե հենց ծիրանից, այլ դրա չափից շատ օգտագործումից։ Որոշ մարդիկ ամբողջ օրը հետևում են իրենց սննդակարգին, բայց հետո երեկոյան մի քանի բուռ ծիրան են ուտում, կարծելով, թե դա որևէ նշանակություն չունի։ Իրականում նույնիսկ առողջ մթերքները կարող են խնդիր առաջացնել, եթե կորցվի չափի զգացումը։ Մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս մրգերը օգտագործել չափավոր քանակով եւ հնարավորության դեպքում ոչ թե առանձին մեծ չափաբաժնով, այլ հավասարաչափ բաշխված օրվա ընթացքում։ Սա օգնում է խուսափել արյան շաքարի կտրուկ տատանումներից։ Սակայն երկրորդ վտանգը շատ ավելի անսպասելի է։ Շատ մարդիկ վստահ են, որ չոր ծիրանը նույն ծիրանն է, պարզապես առանց ջրի։ Առաջին հայացքից դա տրամաբանական է թվում, սակայն իրականում տարբերությունը բավական մեծ է։ Երբ ծիրանը չորացվում է, դրա մեջ եղած ջուրը հեռանում է, իսկ բնական շաքարներն ու կալորիաները մնում են եւ դառնում են ավելի խտացված։ Արդյունքում մարդը կարող է շատ հեշտությամբ չափից շատ շաքար ընդունել, նույնիսկ դա չնկատելով։ Օրինակ, մի քանի հատ չոր ծիրանը կարող է ունենալ շատ ավելի մեծ շաքարային բեռ, քան մարդիկ պատկերացնում են։ Հենց այդ պատճառով էլ շատ դիաբետիկներ եւ նիհարել ցանկացող մարդիկ սխալվում են, երբ չոր ծիրան օգտագործում են գրեթե առանց սահմանափակման։ Ավելին, որոշ արտադրողներ չոր մրգերի պահպանման ընթացքում օգտագործում են հավելյալ մշակման մեթոդներ, իսկ երբեմն նաեւ ավելացնում են շաքար։ Այդ պատճառով միշտ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ տեսակի չոր ծիրան եք գնում եւ ինչ քանակով եք այն օգտագործում։ Բայց եթե առաջին երկու վտանգները հիմնականում կապված էին շաքարի եւ նյութափոխանակության հետ, ապա երրորդ վտանգի մասին շատ քչերն են լսել։ Երրորդ վտանգը վերաբերվում է երիկամների որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ծիրանը հարուստ է կալիումով։ Սովորաբար սա համարվում է առավելություն, քանի որ կալիումը կարևոր է սրտի, մկանների եւ նյարդային համակարգի աշխատանքի համար, սակայն որոշ դեպքերում հենց այս օգտակար նյութը կարող է խնդիր դառնալ։ Եթե մարդը ունի երիկամների որոշ հիվանդություններ, օրգանիզմը կարող է դժվարությամբ հեռացնել ավելորդ կալիումը։ Այդ դեպքում արյան մեջ դրա մակարդակը կարող է բարձրանալ,
ինչը ցանկալի չէ առողջության համար։ Հենց այդ պատճառով էլ երիկամային խնդիրներ ունեցող որոշ հիվանդների բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կալիումով հարուստ մթերքները, այդ թվում նաև ծիրանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ պետք է վախենա ծիրանից։ Խոսքը վերաբերում է կոնկրետ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք գտնվում են բժշկական հսկողության տակ։ Սակայն այս փաստը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը կարող է ոչ բոլորին հավասարապես համապատասխանել, բայց սա դեռ ամենը չէ։ Կա եւս մեկ սխալ, որը հազարավոր մարդիկ անում են ամեն ամառ։ Շատերը ծիրանը ուտում են մեծ քանակությամբ եւ հաճախ դատարկ ստամոքսին։ Արդյունքում որոշ մարդկանց մոտ առաջանում են փքվածություն, գազեր, ստամոքսի ծանրություն, աղիքային անհարմարություն կամ նույնիսկ լուծ։ Հետո նրանք մտածում են, որ մթերքը փչացած էր կամ թունավորում է առաջացրել։ Իրականում շատ դեպքերում պատճառը պարզապես չափից շատ օգտագործումն է։ Ծիրանը հարուստ է մանրաթելերով, որոնք օգտակար են մարսողական համակարգի համար, բայց մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են առաջացնել ճիշտ հակառակ արդյունքը։ Հատկապես զգայուն մարսողական համակարգ ունեցող մարդիկ կարող են շատ արագ նկատել այս ազդեցությունը։ Եթե ծիրան ուտելուց հետո հաճախ առաջանում է անհարմարություն, դա կարող է լինել ազդանշան, որ պետք է վերանայել օգտագործվող քանակը։ Եվ հիմա ամենակարևոր հարցը. քանի ծիրան կարելի է ուտել օրական։ Թեև հստակ թիվ բոլոր մարդկանց համար գոյություն չունի, մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս պահպանել չափավորությունը։ Առողջ չափահաս մարդու համար օրական մի քանի հատ թարմ ծիրանը սովորաբար համարվում է անվտանգ քանակ։ Սակայն, եթե ունեք շաքարային դիաբետ, երիկամների հիվանդություն կամ մարսողական խնդիրներ, ավելի ճիշտ կլինի այդ հարցը քննարկել ձեր բժշկի հետ։ Այսպիսով, ծիրանը վտանգավոր միրգ չէ։ Իրականում մարդկանց մեծամասնության համար այն կարող է լինել առողջ սննդակարգի օգտակար մաս, սակայն կարևոր է հիշել 3 բան։ Առաջինը, շաքարային դիաբետի դեպքում պետք է հետևել քանակին։ Երկրորդը, չոր ծիրանը կարող է շատ ավելի խտացված շաքար պարունակել։ Եվ երրորդը, որոշ երիկամային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։ Հիշեք, առողջությանը վնասում է ոչ թե մեկ մթերքը, այլ չափից շատ օգտագործումը եւ սխալ սովորությունները։ Շնորհակալություն դիտելու համար։ Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, լավ ինքնազգացողություն եւ շատ ուրախ ամառային օրեր։ Հոգ տարեք ձեր առողջության մասին եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։